Թուրքիան թույլ չի տվել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ինքնաթիռի թռիչքը իր օդային տարածքով դեպի Աստանա, հաղորդում է քաղաքացիական ավիացիայի լրատվական հարթակը։ Թուրքիայի օդային տարածքը փակ է զենք տեղափոխող բոլոր ինքնաթիռների եւ իսրայելական պաշտոնական պատվիրակությունների համար։ Այն բաց է երրորդ երկրներից նախատեսված քաղաքացիական չվերթերի համար եւ իսրայելական ավիաընկերությունները կարող են օգտագործել Թուրքիայի օդային տարածքը տարանցիկ չվերթների համար, ավելի վաղ հայտնել էր Անկարայի դիվանագիտական աղբյուրը։ Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆայևը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Բաքվի եւ Մոսկվայի միջև հարաբերությունները։ Միացյալ Նահանգները չի բանակցելու լրատվամիջոցների միջոցով։ Մենք հստակորեն ուրվագծել ենք մեր կարմիր գծերը եւ նախագահը կբանակցի միայն այնպիսի համաձայնագրի շուրջ, որը ձեռնտու է ամերիկացիներին եւ ամբողջ աշխարհին։ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալի հայտարարությունն է։ Թերթի տվյալներով ամերիկացի պաշտոնյաները եզրակացրել են, որ իրանցի բանակցողներին լիազորված չէ զիջումներ անել միջուկային ծրագրի հարցում ոչ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի, ոչ էլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարության կողմից։ ԱՄՆ վարչակազմը ենթադրում է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ողջ է։ Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները հակառակը հաստատող որևէ ապացույց չունի։